5000 դրամով ավելացավ աշխատավարձը, 2000 դրամով կենսաթոշակը։ Եվս մի քանի ձեռքբերում նշելով այսօր տարին ամփոփեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Ազատության դիտարկմանը թե թվարկած ձեռքբերումներն այդուհանդերձ կարիքավորներին ավելի ապահով չեն դարձրել, քանի որ գնաճն առավել բարձր է եղել, նախարարը պատասխանեց. հասարակության պահանջներն ու կառավարության ծրագրերը երբևէ չեն կարող համապատասխանել։ Նախարարությունն աշխատել է հնարավորության սահմաններում։ Եթե դիտարկում ենք զբաղվածներ, եկամուտ ստացողներ, վճարում կատարողներ եւ այդ վճարումներից օգտվող հարաբերակցությունը եւս այստեղ մենք այդպես լավ իրավիճակ չունենք այդ առումով, հա։ Ես կարծում եմ, որ եղած հնարավորությունների շրջանակներում մենք փորձել ենք եւ փորձելու ենք անել առավելագույնը, որպեսզի մեր քաղաքացիների կենսամակարդակը ապահովենք բավարար։ Ընդ որում հաջորդ տարի ամենայն հավանականությամբ աննշան հաջողությունների մասին էլ հազիվ թե խոսվի։ Նախարարն ինքն էլ հայտարարել էր 2016 թվականը դժվար տարի է լինելու, գները բարձրանալու են առնվազն 4%-ով, մինչդեռ թոշակների աշխատավարձների ավելացում չի նախատեսվում։ Նախարարն այդպես էլ չպատասխանեց Ազատության հարցին, թե որն է այդ պայմաններում բարեկեցիկ ապրելու դեղատոմսը, ընդգծելով միայն բյուջեի 1/3-ը ուղղված է սոցիալական պաշտպանությանը, եւ դա արդեն իսկ վկայում է, թե ինչ քաղաքականություն է որդեգրել կառավարությունը։ Գիտեք, ես կարծում եմ, որ մենք բոլորս հասկանում ենք, որ այսօր աշխարհում անորոշությունները շատ ավելի շատ են, ոչ միայն տարածաշրջանում, այլ ընդհանրապես աշխարհում։ Հիմա մեր կողմից իրականացվել է առավելագույնը, որպեսզի մեր ստանձնած սոցիալական պարտավորությունները մենք կարողանանք լիարժեքորեն կատարել ու շարունակել։ Ես կարծում եմ, որ մենք բոլորս պիտի ուղղակի ավելի շատ աշխատենք, ավելի շատ հնարավորություններ ստեղծենք, որպեսզի նաև վերաբաշխումը, որ սոցիալական պաշտպանության ոլորտի միջոցով իրականացվում է, ավելի մեծ լինի, հատկապես այն անձանց համար, ովքեր իրենց սեփական աշխատանքով ի վիճակի չեն իրենց խնդիրները լուծել։ Նախարարությունում հաշվել են, թոշակները միջինը 15%-ով բարձրացնելու համար լրացուցիչ 30 միլիարդ դրամ է պետք, ինչի հնարավորությունը ըստ Ասատրյանի բյուջեն չունի։ Լրագրողները նախարարին հիշեցրեցին կառավարության 30 միլիարդ դրամը գերազանցող շքեղ ծախսերի մասին, մասնավորապես հաջորդ տարվա համար նախատեսված է կառավարության համար 2 նոր թանկարժեք մեքենա գնել, բարձրացնել Կենտրոնական բանկի նախագահի, ինչպես նաև դատախազների աշխատավարձը։ Շարունակաբար միլիարդներ են ծախսվում ֆինանսների նախարարության Դիլիջանի ուսումնական կենտրոնի համար, չի պակասում նաև պաշտոնյաների արտասահմանյան ուղևորությունների ծախսը։ Ինչու սոցիալական ոլորտի թիվ 1 պատասխանատուն չընդդիմացավ եւ չպնդեց, որ այդ շռայլությունների փոխարեն գոնե թոշակները մի փոքր բարձրանային։ Լրագրողների հարցին նախարարը արձագանքեց. համեմատությունը համարժեք չէ։ Ավելին, ըստ Ասատրյանի, երկրի բնականon գործունեությունը չպետք է խաթարվի։ Եթե դուք կարծում եք, որ ես այդքան հնարավորություն կամ ժամանակ կարող է ունենալ նաև մանրամասն բոլոր մյուս ուղղություններով պետական կառավարման մարմինների մանրամասն նայել, թե ինչպիսի ծրագրեր են նախատեսվում կամ ինչպիսի գնումներ պիտի իրականացվեն, պիտի ասեմ, որ դա այդպես չի, եւ առաջին հերթին ես կարծում եմ, որ դա այդպես էլ պետք է լինի, յուրաքանչյուր պետական կառավարման մարմնի ղեկավար իր ոլորտում իրականացվելիք ու իրականացվող ծրագրերի հետ կապված աշխատանքները պիտի կարողանա պատշաճ իրականացնի։ Իդեպ նախարար Ասատրյանը այդպես էլ հրաժարվեց նշել որևէ ոլորտ, որտեղ տարվա ընթացքում բաց թողումներ կամ ձախողումներ են եղել, պնդելով, թե այդ մասով մամուլը բավական լավ աշխատել է։ Նախարարը բաց թողում չտեսավ նաև կൂട്ടակային կենսաթոշակային համակարգում, թե ֆոնդերի կառավարիչները միլիոնավոր դրամների կորուստ են կրել։ Ավելին, ավելի լավ աշխատելու նաև։ Եթե դուք նայեք ցուցանիշները, կտեսնեք, որ աշխատանքը կատարված, ապահովվել է համապատասխան եկամտաբերություն, իրական եկամտաբերություն, եւ դա նշանակում է, որ համակարգն աշխատում է միանշանակ։ Ինչպես? Քաղաքացու